Միութենական պետություն։ Այս եզրույթը որոշ շրջանակներ փորձում են բերել հայկական քաղաքական օրակարգ։ Իշխանությունները ուղղակի եւ տողատակերով ակնարկում են, թե եթե իրենք չլինեն պետության ղեկին, իրենց ընդդիմախոս ուժերը Հայաստանի ինքնիշխանությունը կզիջեն, երկիրը կդառնա Ռուսաստան-Բելարուս միության մաս։ Եվ պարզվում է, որ դուք դեմ եք Հայաստանի Հանրապետության անկախությանը, որովհետև ձեր քաղաքական ղեկավար Ռոբերտ Քոչարյանը ասում է, որ Հայաստանը կարող է դառնալ միութենական պետության մաս։ Ձեր քաղաքապետի թեկնածու քաղաքապետ Վարդանիկը ասում է, կամ միութենական պետությանը կողմ ես, կամ թրքահապատակ շանորդի ես։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որ համարվում է Ռուսաստանի հետ սերտ հարաբերությունների կողմնակից ու Պուտինի հետ անձնական բարեկամություն ունեցող ղեկավար, 2022-ի փետրվարի ասուլիսում ասել էր, որ իր օրակարգում այդպիսի հարց չի եղել, իսկ ընդհանրապես որևէ միության անդամակցելիս երկիրը պետք է հաշվարկի, թե տարիներ եւ տասնամյակներ անց ինչ է շահում եւ ինչ է կորցնում։ Մեր մտնելը ինչ է նշանակելու մեզ համար։ Մենք մտնելուց հետո 5 տարվա կտրվածքով, հետո 10 տարվա կտրվածքով մենք ուր ենք հասնելու, ինչ ենք ստանալու։ Եթե այդ հարցերի պատասխանը չլինի, ուղղակի սենց ասում են, վեճ, մտնում ենք։ Մեղադրանքների ամենաթարմ օրինակը Գյումրիի նորընտիր ու արդեն գրեթե 1 ամիս կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հայտարարություններն են, թե ինքը կողմ է Ռուսաստանի եւ Բելարուսի հետ միությանը։ Կողմ եք, թե ոչ միութենական պետությանը։ Կողմ եմ։ Բելարուսի սկզբունքով թուրքը Հայաստանը ինչ վիճակի մեջ է։ Պետականություն չունեք, մորթված, սպանված, քանդված, ավիրված գերեզման չունեք ընդուp։ Ռուսը Հայաստանը ինչ վիճակի մեջ է։ Թուրքը մեր նկատմամբ ինչ է արել, ռուսը մեր նկատմամբ ինչ է արել։ Ինչ որ կառուցվել է այդ 75 տարվա մեջ կառուցվեց։ Ինքնիշխանությունից հրաժարվելու հրապարակային կոչեր անելու մեղադրանքը Ղուկասյանի երկրորդ քրեական գործի հիմքում է, թեև քաղաքապետը պնդում է, որ դա չի նշանակում անկախության կորուստ, այլ որպես անվտանգության եւ տնտեսական զարգացման երաշխիք է։ Նրա փաստաբան Զարուհի Փոստանջյանը իշխանության գործողություններում հստակ հակասություն է տեսնում։ Եթե կառավարությունը կարող է բացահայտորեն քարոզել Եվրամիության հետ ինտեգրում, որը փաստացի ինքնիշխանության մի մասը զիջելու գործընթաց է, ինչու է պատժվում այն անձը, որը խոսում է Ռուսաստանի Դաշնության հետ միութենականության մասին։ Իշխանությունը շարունակում է պնդել, որ միութենական պետության գաղափարը իրական սպառնալիք է եւ այն կրողներին առաջարկում է մինչեւ վերջ գնալ այդ ճանապարհով։ Միութենական պետության մասին երազող ընդդիմադիրներին առաջարկում եմ իրենց համոզմունքներում լինել սկզբունքային եւ իշխանությանը կոչ անել իրենց հետ վարվել այնպես, ինչպես ընդդիմության հետ վարվում են միութենական պետությունում։ Սպասում ենք։ Օրինակ Վարդանիկը անիմաստ արդյունքներ թափելու փոխարեն կարող է նման կոչ անել։ Ես կաջակցեմ։ Միութենական պետություն տերմինը հիմնականում օգտագործվում է Ռուսաստանի եւ Բելարուսի միջև 1999-ի դեկտեմբերի 8-ին ստորագրված պայմանագրով ստեղծված վերազգային միավորման մասին։ Հիմնական նպատակը երկու պետությունների միջև հարաբերությունների խորացումն է տնտեսական եւ պաշտպանական քաղաքականության ինտեգրման միջոցով։ Պայմանագիրը նախատեսում է ֆեդերացիայի ստեղծում, որը նման կլինի խորհրդային միությանը, ներառյալ Գերագույն պետական խորհուրդ եւ նախարարների խորհուրդ, ընդհանուր պետության ղեկավար, օրենսդիր մարմին, դրոշ, զինանշան, օրհներ, սահմանադրություն, բանակ, քաղաքացիություն եւ արժույթ։ Նախատեսվում է մեկ միասնական տնտեսական տարածք, դրամական միություն, միասնական հարկային եւ գնային քաղաքականություն, պաշտպանության համակարգի միավորում եւ այլն։ Reopen Media-ն որոշեց իր տեղեկատվական ալիքներում հարցախույզով իմանալ մեր քաղաքացիների կարծիքը։ Հարցվածների 92%-ը դեմ է, որ Հայաստանը միանա Ռուսաստան-Բելարուս միութենական պետությանը, 2-ը կողմ է, իսկ 6-ը դժվարանում է պատասխանել։ YouTube-յան հարցման արդյունքում 74%-ը դեմ է, 23-ը կողմ, իսկ 4-ը դժվարանում է պատասխանել։ Երևանցիների շրջանում մեր հարցումների ընթացքում միութենական պետության կողմնակիցները չէին զիջում ընդդիմախոսներին, իհարկե ունենալով իրենց նախապայմանները։ Երկուսն սլավոնական ազգ են, հարազատ իրանք պայքարում են ախպեր մի պետություն որ դառնան, հարազատ են իրար, դեմ չեմ, կողմ եմ։ Հիմա ես ոչի բանի կողմնակից չէ։ Ամեն ինչին կողմ եմ, մենակ խաղաղությունը լինի։ Դեմ եմ։ Ես ռուսների հետ ապրել եմ, այսպես կոչտեմ։ Չգիտեմ, եթե Հայաստանի համար լավ լինի, թող լինի, եթե չէ։ Օրվա վերջում սոցցանցերում հարցումների արդյունքում կողմ քվեարկածների թիվը ավելացել է 2 կետով, նույնքան պակասել են դեմ քվեարկածները։ Աննա Հարությունյան, Ստեփան Տիգրանյան, Reopen Media։